Բարդես։ Կարող եմ գալ։ Չէ, պարոն Ղազարյան տեղեկացնում եմ, որ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը ձեզ նպատակարար չի գտնում ընդունել։ Ինչպես է պատճառը, պարոն Կարապետյան։ Ղազարյան, գիտեք, ես դուրս եմ գալիս ասում եմ, որ ձեզ նպատակարար չեն գտնում։ Այսինքն իմացել է, որ ես եմ ճանաչելով, մենք ցուցակ ենք տալիս։ Մենք քաղաքացիներ, ովքեր հերթագրվում են ընդունելության, այո։ Ուղղակի մյուսներին պատրաստ ընդունելու։ Ձեզ նպատակարար չեն գտնում ընդունելու։ Շնորհակալություն ձեզ տեղեկության համար։ Դավիթ Կարապետյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է 44 օրյա պատերազմի մասնակից։ Ասենք ի թիվս այլ հարցերի, ես այսօրվա պարոն Կարապետյանից պիտի նաև փորձեի հասկանալ ինքը ինչ կարգավիճակում է գտնվել Արցախում, որովհետև ինքը եւ իր կուսակցությունը այն կարծիքին են, որ Արցախը դեռ 1991 թվականից հանդիսանում է ադրբեջանական տարածք։ Այդ դեպքում պարոն Կարապետյանը, որ այսօր հրաժարվում է ինձ ընդունել, ինչ է արել ինքը այնտեղ։ Ինքը ռազմական հանցագործ է, թե պետական դավաճան։ Միջայլոց այդ հանձնաժողովը շատ յուրահատուկ հանձնաժողով է, այստեղ է նաև Գրիգորյան Նարեկը, որը այդեն Սմայլիկի հայրիկն է կարծեմ, որը պատերազմի մասնակից է ել նշած իր կենսագրության մեջ։ Սրանից էլ էր պետք պարզել ինքը ինչ կարգավիճակում է գտնվել։ Այստեղ է Հակոբյան Էդգար, որը ինչ-որ Աննա Հակոբյանի ազգակցականն է, մինչև 18 թիվը զբաղեցրել է արքայորդի ՍՊ վարորդ պաշտոն, այսինքն արքայորդի ՍՊ վարորդի պաշտոնից դառել է ազգային ժողովի պատգամավոր։ Այս հանձնաժողովի կազմում է Մանավազյան Արուսյակ, որը քաղաքացիական պայմանագիր ուրեմն խմբակցությունից է, մեր տպարանը ՍՊ գլխավոր հաշվապահն է, մեր տպարանը այդ բանն է, Հայկական ժամանակ օրաթերթի ՍՊ-ն, այսինքն Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի հաշվապահը եկե դառը ազգային ժողովի պատգամավոր ու ընդ որում նաև եղել է այդ ամառանոցային տնտեսության հաշվապահը, դրա նաև ուրեմն ժամանակավոր պաշտոնակատար, օրինակ Աննա Հակոբյանը երեք մի գրառում էր արել, որ ես ինչ-որ սխալ տեղեկություն եմ տալի, օրը 1.700.000 դրամ իրենց հիմա իրանց հաշվապահ մի հատ գար, այսօր նստենք, մի հատ դրանց բալանսը նայենք, տենայենք ինչ ծախսեր են արել, հաշվապահն է, չէ՞, սա կիմանա, մի հատ էլ դնենք, պարզաբանենք, տիկին Աննային էլ ասենք, հաշվապահի հետ նստած հիմա ձեր թղթերն ենք նայում, տենայենք ծախսերն ինչքան է, շատ է թե քիչ է, դրան մեջ մտնում է այդ ծախսերը թե չի մտնում։